վերջերս այս Ռուսաստանի հետ կապված հարաբերությունների սրացման ֆոնին խոսում էին, ահա, եթե գազի գինը թանկանա, եթե գազը դադարի Ռուսաստանը մատակարարել, մենք ունենք Իրանի տարբերակ, ճիշտ է, խողովակը նեղ է, բայց այսպես թվեր էին բերում Եվ հիմա այն նորից ես հետ եմ գալիս այդ Իրանի հոխորտանքը բոլոր երկրներին, որոնք Իրանի հետ ինչ հարաբերությունների մեջ կարող են լինել։ Այսինքն գազի հարցում մենք փակուղի ենք, էլի փակուղի։ Դե տեսեք, Տրամպը նույնիսկ Ուկրաինայում է գնահատվում, որ Տրամպը բարկա սնյուխալսը с Պուտինым, այսինքն ինքը տենց ինչ-որ բան չի վստահելի գործընկեր չի, որովհետեւ կերպ ոչ մի դեմոկրատական երկրի համար ինքը վստահելի չի։ Եթե տեսնում եք ինքը ինչ հարավային Կորեային հանձնեց։ Ինքը ասաց, որ ես Կիմ Չեն Ունի հետ ավելի լավ եմ, քան թե ձեր հարավային Կորեան, ես ասացի ձեր զորքերը հավաքեք, եկեք Իրանի վրա հարձակվեք, իրանք ասին, չէ, դե որը չէ ու չէ։ Բա մենք ինչ ենք այդտեղ կանգնած, փող ենք ծախսում, պաշտպանում ենք մարդը բանա, բայց Կորեայից, որի հետ ես ոնց որ թե հարաբերություններս կարգավորում եմ։ Դե տեսեք, այնտեղ խնդիրը նաև նրանում է, որ բանը հարավային Կորեայից ինքը հանել է ամբողջ պետրիոտները եւ տարել է այնտեղ այն տարածաշրջանը։ Վարյատը։ Հիմա զորավարժությունները ինչի մասնաց։ Այսինքն ենթադրել, որ Տրամպը գնայի Կամբոջա, Ադրբեջան, Ալբանիա, բանի շուտ տենց երկրի հանդեպ կլինի բարոյական, չնայած սաղ աշխարհի վրա ոնց որ թքած ունի, ոչ միայն թքած ունի, այլ վարյա տալի։ Դա շատ նաիվ է եւ քաղաքական առումով կրիտիկական սխալ է պարունակում։ Այսինքն, եթե դուք ուզում եք, որպեսզի Հայաստանում գազ լինի, դուք պետք է ճանապարհ գտնեք Իրանից գազը ստանաք։ Անկախ նրանից Տրամպը ինչ է խոսում, ոնց է խոսում, ես դες հիշեցնեմ, Տրամպը նույնիսկ սպիտակ տան արևելյան թևը կոտրեց, որ իր բանը սարքի, դիսկոտեկայի տեղը սարքի, չգիտեմ Պուտինի պես ակվա դիսկոտեկա էր սարքում ստրիպտիզով թե ուրիշ ձև, հիմա դատարան ասեց ոնց counter-ս տենց մեկ-մեկի վերականգնի։ Այսինքն չկա որևիցե բան, որը Տրամպը արել է, որ Ամերիկայի establishment-ը թույլ կտա, որ մնա։ Էս ինքը էլ սենց է բանանում, ես սկսել եմ նկատել ամերիկյան բանում, զլմներում որ վերլուծական ինչ-որ սենց բաներով, չգիտեմ, բլոգերներ, բաներ, որոնք ասում են դու ըլը սպասի, հեսա դու նախագահությունից դուրս գաս, տես տղեկի ցմահ ոնց ենք նստացնում, մինչև վերջի կտորը ձեռներից վերցնենք, իրանք սոշիալի վրա ապրեն։ Այսինքն այդ սպառնալիքը իր վզին այսենց կախված է։ Եվ ինքը հասկանում է, որ վարկանիշները ընկնում են, ինքը ունի բացառապես հանրապետական կուսակցության ոչ ավելի քան 30%-ի աջակցություն, մագաները հանրապետական կուսակցություն մոտ 30% են։ Սա է, ուրիշ չունի։ Իր բախտը մենակ մի տեղ է բերել, որ հանրապետականներն էլ մի առանձնապես բան չեն անում, կռիվ չեն տալի, իսկ դեմոկրատները առաջարկ չունեն հասարակ։ Իրանի հետ հարաբերությունների հարցը մենք պետք է թողենք, չէ, շատ սկզբունքային է, ամեն ինչ նորմալ է, բայց պետք է թողես ինքը 12 շաբաթ կչորանա կանգնի Տրամպն այլ խոսում այլ։ Ուրիշ հարց է, որ ինքը պետք է որոշի, որ չգիտեմ, Նետանյախու զանգի ասի Հայաստանը պետք է վերացնի։ Չէ, Հայաստանին Դե եթե Տել Ավիվից իրան չասեն Հայաստանը ոչնչացրու, ինքը ոչ մի բան չի անում։ Վիճակը դուք Իհարկե։ Մենակ ես չէ։ Հայաստանի հետ հարաբերությունները Միացյալ Նահանգների պայմանավորված են Իսրայելի։ Չէ։ Ցանկացած գործողություն Տրամպի ադմինիստրացիայի պայմանավորված է Տել Ավիվից զանգերով։ Իրանք բացառապես բոլորը էժանագույն ամենացածր մակարդակի իսրայելական գործակալներ են։ Շատ ծանր։ Ընդհանրապես ծանր չի, շատ թեթև է, բոլորը դրա մասին խոսում են, սաղ գիտեն, սաղ դրա հետ յոլա են գնում։ Այսինքն, եթե Տել Ավիվից չեն զանգում, ասում Հայաստանը վերացրու, ինքը ոչ բան չի, ինքը քարտեզի վրա Հայաստանի տեղը չգիտի, ժողովուրդ։ Ռուսաստանը ասում է մինչև 2038 թիվը ես դեռ ժամկետ ունեմ, իսկ եթե դուք ինչ-որ բան ուզում եք անեք, փոխհատուցեք ինձ։ Իմ ներդրումները, իմ չաշխատած շրջանը եւ այլն։ Խոսվում է 30 միլիարդ ռուբլու մասին, որպես դառնում է 306 միլիոն եվրո, այդպիսի թիվ է ստացվում, կամ 357 միլիոն դոլար։ Այդ
Այդ թեմայի այդ թվերի մասին է խոսքը։ Ինչ եք կարծում, ինչպես կգնան բանակցությունները եւ զարգացումը այս հարցի շուրջ։ Դե իրանք արդեն հայտարարել են գումարը, այտենց մի հատ մի քիչ այտենց աղի անեկդոտ կա, որ մեկը մոտենում աղջիկա, ասում է $1 միլիոն հետս կգաս, ասում է հա, ասում է 1000 դրամով, ասում է ինչ տեղ ես դրել, ասում է ինչ տեղ եմ քեզ դրել, մենք նախորդ հարցով պարզեցինք, հիմա գինն ենք պայմանավորվում։ Եթե վաճառվում է։ Հա, հիմա եթե իրանք ասել են 30 միլիարդ ռուբլի, ինձ թվում է որ դա այն գինն է, որ իրանք ուզում են։ Ну, չգիտեմ, այս պահին Ինչպես դուք կասեք, նորմալ գին է, հա։ Դե գիտեք ոնց ռուբլու տեսանկյունից այս ռուբլու Աստղաբաշխական չէ։ Չէ, ընդհանրապես աստղաբաշխական չի։ Բայց մենք չենք որոշողը, կարող ենք ինքը եթե եւ եթե գործը հասնի դրան, կարծում եք կհասնի գործը։ Եթե այնտեղ կառավարությունը կարա այնպես անի, որ ընդհանրապես ոչ մի չտա, հələ մի 2-3 միլիարդ եվրո էլ իրանցից ստանանք չկատարած աշխատանքների համար եւ հա իհարկե որ մեր կորցրած եկամուտի, իրանց չկատարած պարտականությունների, օրինակ շարժակազմի հետ կապված խնդիրներ կան, բաներ կան, ասենց միջին ինչ որ արագության հետ շարժման քանի անգամ խոսել ենք, հա, իրանք այդպես հայտարարում են, որ մարդատար գնացքների միջին արագությունը սուտ 40 կմ/ժ սուտ է, 40 չի, քիչ ավելի, բայց ամեն դեպքում սենց շուտ նյուանսներ կան, որ մենք կարող ենք հակադարձ հայցով հանդես գանք եւ ստանանք մոտավորապես ասենք չգիտեմ, դիմում տանք 2.5-3 միլիարդի, բայց այդ գումարը, որի մասին խոսքը գնում է, այդ կարող է կոնցեսիայից զրկելու գումարն է։ Իսկ այն ինչ որ մենք ասում ենք, դա չկատարած պարտականությունների եւ Հայաստանի Հանրապետության կորցված շահույթի եկամուտի մասին է։ Դրա համար այդ հակադարձ բանով սենց է գնում ես դու իրան հաղթում ես 3 միլիարդի, որից 306 միլիոն եվրոն տալիս ես, ասում ես կոնցեսիատ կտրվեց, որպեսզի դու ուղիղ արտասահմանյան ներդրումների վարկանիշային տեսանկյունից լինես մաքուր, որտեղ այնտեղ ուղղակի խլելը լավ չի, չես կարող խլես, պետք է ինչ-որ բան անես դրա դիմաց։ Ուրիշ հարց, որ դու այն հայցադիմումով դառնում ես պատասխանատու պետություն, որը իր սեփական շահերը պաշտպանում է դատարանում, արբիտրաժային դատարանում, եվրոպական դատարանում, ինչը շատ կարևոր է, որպեսզի ուղիղ արտասահմանյան ներդրումների այդ վերլուծություններ եւ բաներ ոնց է դա կոչվում recommendation գրողները ասեմ որ օքեյ Հայաստանը սենց է եթե գալիս եք խոսք եք տալի որ պետք է անեք թե չէ դատի է տալիս բայց եթե հանգարց ինչ-որ բան է այն ինչ-որ ձերն է ինքը քեզ վերադարձնում այսինքն այս գործընթացը որը կապված է պետություն խոշոր բիզնես պետություն ներդրումային կլիմա այս ոլորտին ավերաբերվում ցավոք սրտի մեր մոտ ոնց հասկացայի կան մենք նախարար չի փոխվել դրա համար խիստ կասկածում եմ որ մերոնք կան այնտենց բան անեն բայց ամեն դեպքում ճիշտ ճանապարհը սա է նվերեմ տալի թող անեն Համենայն դեպս տպավորություն է որ փակուղուց այս հարցը փակուղային չէ երբեք չի եղել Փակուղային ինքը եղել է մենակ ստեղ, մարդկանց տեղը եւ Նիկոլի մոտ, որը 18 թվականից փորձում էր ԵԱՏՄ-ի խորացնել։ Հիմա տեսեք, ինքը հիմա այդ ծրագրի մեջ, որ խորացնում է, չէ, հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։ Ինքը ռումբա դնում է այս պրոյեկտի տակ երկաթգիծը վերցնելու ականա դնում։ Ինչու՞։ Դե որտեվ եթե դու ԵԱՏՄ-ի հետ խորացնում ես, հետեւաբար շարունակում ես աշխատել։ Շարունակում ես աշխատել։ Երկաթգիծը ոնց ես կառուցելու։ Սա շատ քրիտիկական հարց է։ Ինչ երկաթգիծ ես գցելու եվրոպական ստանդարտի թե ռուսական եթե դու շարունակում ես մնալ ԵԱՏՄ-ի տնտեսական ոլորտում դու ստիպված ես լինելու տրամաբանությունը է դա սարքես ռուսական ստանդարտի երկաթգիծ այսինքն լայն 1600 դա հասնի ինչ որ միտեղ ընդդեղից փոխվի դա հիմարություն է տենց հա դա հիմարություն է եթե դու անցնում ես եվրոպական ստանդարտի դու ախուրի Գյումրի այդ կտորի բանից, իրականում չի թվում Գյումրի Մայիսյան երևի թե այնտեղ պետք է գնա, այնտեղ այդ մեծ կայանը բանը փոփոխել։ Այդ անիմաստ բանից դուրս ես գալիս։ Ու դու ինտեգրվում ես այն ինչ որ իրանց երազած խաշմռուկն է։ Որովհետև այն բանը,
Բաքու Թբիլիսի կարսը, էլի ինչ որտեղ գնում է դառնում է 5 սովետական ռուսական մոդելի մեջ, հա։ Իսկ դու ստեղով կարողանում ես գցես այս արևմտյան բանը, որը նա, եթե չեմ սխալվում, 1600 մմ է, սա 1004 կոմենտներում խնդրում եմ ուղղեք, եթե ինչ որ մեկը գիտի այդ բաները։ Այսինքն ինչ որ շատ փոքր է 20 սանտիմետրի տարբերություն է, 10 տեղից 10 տեղից, ինչ որ առանձնապես մեծ բան է։ 20 սանտիմետր կա գայսապահ, երբ որ ամեն մի սանտիմետր։ Այդ 20 սանտիմետրի մասին հումորները հա կարանք երկար տանենք։ Հա, բայց ամեն դեպքում սա է։ Եվ եթե մենք կարողանում ենք ստեղից դուրս գանք, դա հրաշալի է, որտեղ մենք կարողանում ենք նաև ապահովել այդ ամբողջական ինտեգրվածությունը տարբեր ուղղություններում, այդ թվում խաշմուրուկների իրենց սիրած, որը իրականում չի աշխատելու, բայց ջանդամ, թող գոնե դա լինի, այդ խերը մնա այս երկրին Նիկոլի 4-րդ հանրապետությունից։ Բայց քանի որ ինքը ասում է, որ ինքը ԵԱՏՄ-ի մեջ է, դա ավտոմատ նշանակում է, որ ինքը ոչ մի ստանդարտ չի կարա փոխի։ Հասկանում եք խնդրեմը որն է։ Դու ասում ես, որ ես ԵԱՏՄ-ի հետ խորացնելու եմ, Ռուսաստանի հետ խորացնելու եմ, օքեյ, խորացնելու ես, բա ոնց է ստանդարտը փոխելու։ Այդ ստանդարտը ԵԱՏՄ-ի համընդհանուր ստանդարտ է։ Որպեսզի դու այդ ստանդարտից հրաժարվես, դու պետք է ասես բայ-բայ։ Էնստինկի երգը հիշում եք 90-ականներից, բայ-բայ։ Բայց չես ասում, եղբայր, ասում ես, ես ընդեղել եմ խորացնելու, ընդեղել եմ խորացնելու։ Այս մարդկանց ցավոք սրտի ոչ մեկ վեկտորային հանրահաշիվ չի սովորացրել։ Որ վեկտորները սենց տարբեր ուղղությամբ գծում ես, դու ոչ թե բան ես, տենց լավ տղա ես, որ սաղ այդ լավ է, չէ, դու ապուշ ես, որը տեղում ամանում։ Չէ, բալանսավորված քաղաքական։ Չէ, դա տարբեր բաներ են, վեկտորները եւ բալանսավորումը տարբեր բաներ։ Էլի եմ ասում, մենք ինչ ասեմ, մենք միլիգրամ էլ չենք, մենք նանոգրամ ենք միջազգային հարաբերություններում։ Մենք ոչինչ չենք կարող բալանսավորել, մենք սկի մեջ չենք կարող բալանսավորել։ Ազգային ժողովում չեն բալանսավորվում։ Շատ լուրջ բալանսավորում է, երբ որ դնում ես եվրոինտեգրման հարցերով անձնաժողովի նախագահան տալիս ես ուժեղ Հայաստանին, հենց այս բալանսավորը, որ սաղի բերանը բաց է մնացել։ Հա, ինչ իմաստ ունի, չգիտեմ, նրանք են համաձայնվել, չգիտեմ, բայց հա, տենց բալանսավորել ենք։ Բալաստավորել եք, չեք բալանսավորել։ Դե ծիծաղում եք, բայց փաստը փաստ է։ Հա, ծիծաղում եմ, բա ինչ կանեմ։ Ես ասել եմ, ես ազգային ժողովի միակ լավ բանն է, որ ազգային ժողովի նախագահան երրորդ մասցի է։ Ուրիշ ոչ մի լավ բան այս ազգային ժողովում չկա։ Կարակ փագեք, մենակ Ռուբինյանը գնա գործանի հետ գա, всё, փագեք մնացած։ Ինչալուց ես տեն շատ չհետևեցի, բայց Ռուբինյանը այդ օրը, այդ քվեարկության օրը չգնաց աշխատանքի։ Երրորդ մասցի է։ Ասեց, այդ օրը միշտ լավ չեմ զգում ինձ։ Եվ դեռ պարզ չի, որ հանձնաժողովը, ԿՊ-ի հանձնաժողովի նախագահները պարզ են, մյուսները միայն Ռոբերտ Քոչարյանի հանձնաժողովն է պարզ։ Յանյանենը սենց մի շատ են, Մարտա մի հատ ունեն, էլի։ Մեծ, հա, բանը, ուժեղ Հայաստանինը։ Դեք ուժեղ Հայաստանին է։ Գուցե այս բան են գցել, իրանց էլ են տենց ինչ-որ կոչվում փակուղի են գցել, իրանք Մոսկվայում բացատրեմ, Էսի չակատարում չեն իրանք եվրոինտեգրվում։ Իրանք ընտրվել են որ Մոսկվայից իդեպ որ ասում եք բացատրեն, Դուգինը մի փոքր հարցազրույց տվեց, ես մի քանի անգամ այդ մասին խոսել եմ, այնտեղ պարզապես այդ կարմիր թելով այդ ասում էր մեզ ճիշտ չեն տեղեկացրել ինչա կատարվում Հայաստանում, մենք սխալվել ենք։ Ինչ իմաստով։ Մենք լուրջ սխալներ ենք թույլ տվել, դա ասած ոչ Փաշինյանն է մեղավոր, այնտեղ հարց տվեցին, ասին Հայաստանը ոնց որ թե գնում է, ես ոնց ենք տենց ուր ենք հասել էլի որ գնում են, այլ ասեց Փաշինյանը, ես կարծում եմ ոչ Փաշինյանն է մեղավոր, ոչ Սորոսը, ոչ այդ Եվրոպա։ Մենք սխալ ինֆորմացիայի հիման վրա սխալ աշխատանք ենք տարել եւ անգործություն են արել մերոնք։ Կիրզատրիդնյա, օքեյ։ Լավ, Շանհայյան համագործակցության կազմակերպության աշխատանքներ անդամակցության ուղղությամբ։ Այդ մասին մենք անցած տարի եւս կա այդ կազմակերպության հետ կապված գործողություն, որ հիմա նախ Բիշկեկում պետք է լինի, որովհետեւ պատկերացնեք իր մակարդակը, թե ինքը ինչ մակարդակի հանդիպում է, հա, ինքը այդ Շանհայյան հերթական ինչ-որ հանդիպում է հերթական փոխնախարարների, թե նախարարների էականին անցնում է միաժամանակ քոչվորների համաշխարհային խաղերի հետ միասին։ Այսինքն Всемирные игры кочевников։ Եվ Շանհայյան այդ բանը միաժամանակ են անցնում։
Բիշկեկում։ Դե դուք եք սիրում տենց համեմատություն։ Ես համեմատություններ չեմ անում, ցավոք սրտի ինձ ուղարկել են Բիշկեկի բանի քաղաքի հանրային տրանսպորտի վրայի այդ բաները, որ իրանք տենց իրար տակ են գրած։ Շանհայ եւ քոչվորների խաղեր, ռուսերեն եւ անգլերեն գրած է, տենց է գրած, ինչ անեմ։ Հիմա Շանհայյան կազմակերպության հանդիպումները իրանք նույն մակարդակի են, ինչ որ համաշխարհային քոչվորների խաղերը։ Լավ, Շանհայյան կազմակերպության մեջ մենք գիտենք կա Չինաստան։ Դե ոչ մեկ չկա։ Շանհայը կազմակերպությունը ստեղծվել էր Ելցինի ժամանակ, որպեսզի Ռուսաստանը եւ Չինաստանը, այն վաղ Չինաստանը այդքան ուժեղ չէր, որպեսզի իրանք համատեղ ուժերով կենտրոնական Ասիայի երկրները պահեն իրանք համատեղ օրբիտայում, թույլ չտալով, որտեղ ամենն գալի մտնում էր եւ Մանասում բանում կա Կրղստանում ռազմական բազաներ է ստեղծում, որտեղ ինքը Աֆղանստանում իրականացնում է ռազմական օպերացիա եւ կար անմիջական վտանգ, որ ՆԱՏՕ-ի զորքերը, որոնք կանգնած են Աֆղանստանում, կշարունակեն էքսպանսիան եւ իրանցով կանեն կենտրոնական Ասիայի երկրները։ Այն պահից եւ մասնավորապես 21 թվականի սեպտեմբերից, երբ ամերիկյան զորքերը խայտարակ ձևի դուրս եկան Աֆղանստանից, այո, հաստատելով են ճշմարտությունը, որ երբեք ոչ մի կայսրություն իր պատմության մեջ Աֆղանստանը չի կարողացել գրկել բռնել եւ մոռացեք որ դուք մեծ եք աշխարհում թիվ 1 բանակն եք եւ կարաք ձեր կարծիքով փոքր երկիրը գրավեք ուտեք եթե այդ երկիրը չի ուզում անցնվի այդ երկու բաների տակ ամերիկան էլ ստորագրվեց այն որ մուլտիկը հիշում եք իցիբասա շիտալի իմինյա վիլիչտ իցիբա վիլիչտ այնտեղ բրիտանիաներ մինչեւ այդ բաններ մողոլներն էին մինչեւ այդ պարսիկներն էին հիշեք հայկական լեռնաշխարհից հայ իշխանների կրտսեր երեխաներին սասանինները եւ մինչեւ այդ պարթևան թագավորները հավաքում էին եւ տանում էին կուշտունների կամ պուշտունների դեմ պատերազմի այդ տարածքը մի անգամ է գրավել Ալեքսանդր Մակեդոնացին բերի այդտեղ լիքը մակեդոնացիա նստածրել դա կոչվում էր Բակտրիա եւ իրանք այդ լեռներում է այտենց այդ դրանից հետո ոչ մեկ չի կարողացել գրավել այնը չգրավել մեռել է 3 տարի հետո գրավելուց չգիտենք գրավել էր թե չգրավել Բակտրիան որպես թագավորություն գոյություններ մինչեւ 6-րդ 7-րդ դար իրանք վերջում են իսլամ ընդունել ուսկի չեն ընդունել այսինքն ինքը պատմականորեն այտենց տեղ է վերադառնանք Կենտրոնական Ասիայի երկրները կարող էին ընկնել այդ ՆԱՏՕ-ի եւ մասնավորապես ամերիկյան, ֆրանսիական, կանադական զորքերը որ կանգնած հայկական գումարտակը չէ եւ վաշտեր երևի հայկական վաշտեր էր կանգնած կանդագարում բանում ես ծամոթ մարդիկ ունեմ որտեղ ծառայել են բայց մարդիկ ընդեղ էին Ռուսաստանի եւ Չինաստանի համար դա ահռելի խնդրեմ էր որովհետեւ եթե ընդեղից Աֆղանստանը վերածվում էր արևմտյան արժեքային պետության խնդիրներ առաջանում որ կենտրոնական Ասիան էլ է դառնում շատ ավելի արագ, որտեղ ի տարբերություն պուշտունների կենտրոնական Ասիայի ժողովուրդները մի քիչ ավելի բան են, սեկուլար են, այսինքն քաղաքացիական են, կրոնական բաներ չունեն։ Շատ արագ իրանք այդ արժեքները կընդունեին, կդառնային նորմալ արևմտամետ երկրներ այդ տարածաշրջանում։ Այո, դա վտանգ էր թե Սովետի համար, թե Ռուսաստանի համար եւ թե Չինաստանի, դրա համար իրանք տենց համատեղ ստեղծեցին բան, ճնշին, բերին, բար, Ամերիկան որ դուրս եկավ, այդ իմաստը կորել է Շանհայի։ Ասենք այնքան է կորել, որ Չինաստանն ու Պակիստանը միաժամանակ են մտել։ Ու բանը Հնդկաստանի հետ միասին, հա, որ ասենք իմաստ չունի։ Հիմա Հայաստանը գնում է այնտեղ, որովհետև արա յունգներ, չէ, կազացիլի բիտ։ Թվալ թե լինել։ Ման Նիկոլը ուզում է ամեն տեղ նիրատ լինի, բարիս բուն իմաստով նիրատ, այն որ Մարդ կա է, տենց են որ ասում է լավ էլ ես գամ այդ քեֆին, ես էլ գամ այդ քեֆին, ինչ կլինի, գամ այդ քեֆին։ Ինքն է ուզում թե իրենն լավ առաջարկում ասեմ, ինքը ուզում է, որպեսի ոնց որ Պուտինը ուզում է Ուկրաինան գրավի, որ պատմության մեջ մտնի որպես расширитель земли русской, որ սենց ինքը տենց ուժեղ տղա է։ Տրամպը ուզում է քանդի սպիտակ տունը ընդ ստրիփ կլուբ սարքի, որտեղ ինքը ուզում է տենց բանը լինի։ Չգիտեմ, Նետանյախուի ուզում է սախ գրավի, որ մեծ Իսրայել վերականգնի, սախ տենց կտցրած։ Նիկոլն էլ ուզում է դառնա տիպա ես էլ են տղեն եմ, որ խաղաղություն եմ Հայաստանին բերե, որ ոչ մեկ չի բերե։ Բայց այդ սախ խածելքեք են։ Վատ կրթված վատ պատմություն իմացող կամ չիմացող, տնտեսություն չիմացող, ժամանակակից մարտահրավերներին անպատրաստ քաղաքական առաջնորդների ցանկություններ են։ Նա նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանի ցանկությունը ամենտեղ գնալ, նման է նրան մարդուն, ով որ ասենք, չգիտեմ, բրիջ խաղալ չգիտի, բայց գնում է բրիջի չեմպիոնատին։
Պատասխանում են, ասում են կա այդտեղ Չինաստան, Հնդկաստան, Իրան։ Չինաստան, Հնդկաստան, Իրան, այնտեղ կա։ Ինքը ասում է Ամերիկայի հետ ուզում եմ լավ լինեմ։ Ուրիշ երկրներ էլ կան, բարձ է, մեզ Ամերիկայի հետ ուզում եմ լավ լինեմ, բայց ուզում եմ գնամ այնտեղ, որտեղ կա Չինաստանը եւ Իրանը միաժամանակ, որոնք Ամերիկային ուղարկում են գրողի ծոցը։ Հրաշալի որոշում է Ամերիկայի հետ լավ լինելու։ Ուղղակի փայլուն տրիպ են կառուցում։ Այդ նույնիսկ ավելի վատ է, քան Ռուսաստանի եւ Եվրամիության հետ միաժամանակ հարաբերությունների խորացում, որովհետեւ այնտեղ գոլե եվրոպացի կասպեր դե լավ հայերն են, ճարճուն են։ Չի լինում տենց։ Ուղղակի չի լինում։ Դու կարաս ցանկություն կարաս ունենաս գնաս։ Այդ նույն այդ բանը խաղաղության խորհուրդը որ ասել է։ Դա որտեղից է հայտնվել։ Ես չգիտեմ այդ Աբրահամյան համայնքայինագրերը եւ բաները Պարսից ծոցի արաբական թագավորությունները, նո կամ sense ասեմ, ժառանգական իշխանություն փոխանցող պետությունները, իրանք հիմա չգիտեմ ոնց պրծնեն դրանից։ Ինչպես դա հիշատակ է։ Ասենք իրանք հենց են հենց ընկել են իրանական հարվածների տակ, իրանց տնտեսությունը վարի է, Օրմուզը փագ է, հիմա ասում են Օրմուզը բաց է։ Ժողովուրդ, ուրեմն մի թույլ տվեք, որ ձեզ խափեն։ Որ ձեզ էշի տեղ դնեն, շատ ավելի կոպիտ։ Օրմուզը երբ որ բաց էր, օրական 150-ից 200 տանկեր էր անցնում 2 միլիոն բարել նավթ հանող։ Հիմա անցնում է 7, 10, 2, 15, 1, դա բաց չի, դա փագ է։ Ուրիշ բան է, որ աշխարհը տեղավորվել է նրանում, որ Օրմուզը փագ է ինքը այլ տեղերից է նավթ բանանում, ընդհանուր առմամբ ամենամեծ սպառողները օրինակ Չինաստանը անցնում է էլեկտրական ավտոմեքենաների, Ամերիկան ինչ թանկացրել է, մի քիչ ավելի թանկ տեղերից են նավթ առնում, բայց Օրմուզը բաց չի։ Եվ պետք չի ձև թափել, որ դա բացական բացվելու է, եւ պետք չի ձև թափել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ պատերազմը հաղթել են։